Արժանապատիվ Դեր Վազգեն Քոչկերյան, արժանապատիվ Դեր Սարհատ Խոսրոպյան եւ ձեր երեսինները բարի եկած եք սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի եկած եք ձեր հորը տանը մեջ վայելելու իր փառքը, վայելելու իր պատիվը, լսելու իր խոսքերը, տեսնելու իր հրաշքները։ Դերը որ կպահե ու կպահպանե չարեն, սատանային, այսօր վաղ եւ հավիտյան։ Եկեք մոտնգայց սկսենք մեր պարապանությունը Դեր բնական աղոթքով եւ ապա ետքը Քրիստոսի մեջ շարականով։ Օրհնյալ Դեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Այո, սիրելիներ, երբ մեր հոգիները ուրախ են լան եւ հանգիստ են լան, այդ ուրախությունը, այդ հանգստությունը կծավալի մեր սրտերում, մեր սիրտերը ուրախացնե, մեր հոգիները ուրախացնե։ Եվ մեր քաղցր ժպիտով այդ ուրախությունը կերևա մեր երեսին վրա։ Եկեք մեր ձեռքերը բարձրացնենք եւ ուրախությամբ երգենք մեր Տիրոջ սերով ողջույն, ողջույն։ Dios,
խոսքերով առաջ մեր սրտերը նորոգենք եւ ամբողջ համոզումով թավանենք. Հիսուս, դու ես մեր Տերը, մեր Բրկիչը, մեր Թագավորը, քեզ կպատկանի ամբողջ բարգը այս աշխարհի մեջ։
Աստծուն պարապանենք իրեն մինչև հավիտյան։ Ճշմարտություն է, ելնելով և ըսելով փառք Հիսուսին, փառք ուղղադիր Հիսուսին։ Կտեսնենք և կհասկանանք, որ իրական օգնությունը լեռներեն չէ, այլ Աստծուց է։ Սաղմոս 121-ը գսե աչքերս թևի լեռները պիտի վերցնեմ, ուրկե իմ օգնությունս պիտի քա։ Իմ օգնությունս Տիրոջ մեն է, որ երկինք ու երկիրը ստեղծեց,
անիգա քու ոտքը պիտի չքոացնե, չթողացնե, ու քո բահավանը պիտի չքնանա։ Ահա Իսրայելի բահավանը պիտի չմրապե ու պիտի չքնանա։ Դերը քու բահավանն է, դերը քու ատ ցերկիտ քո ու հովանին է։ Սորեգը արեգալը քեզ պիտի չզարնե, ոչ ալ քիշերը լուսինը։ Դերը քեզ ամեն չարեն պիտի բահվանե, քու անցը պիտի բահվանե, դերը քու ելնելը ու մտնելը պիտի բահվանե, ասկե հետո ինչեր հավիտյան։ Ասված մեզ կբահե քիշեր ու ցերը, այսինքն ամեն ժամանակ ուրախության, նեղության, դխության, ծնտության ամեն ժամանակ Ասված մեզ կբահե չարեն, այսինքն դերը խոստում տված է մեզի, որ նա մեզի պիտի բահե մեր մարմինը և նա պիտի բահե մեր ամբողջ կյանքը։ Դերը այս երկով մեզ կհրավիրե ամբողջովին հասնելու մեր միտքն ու սիրտը թեպի Հիսուսին, դեր ամբողջովին քեզ կպատկանի։ Եկեք մեր վերջին երգով չերկենք միան շրթունքներով, այլ նաև սրտով, խնդրելով, որ Տերը մեզ արժանի ծառաներ դարձնե իր արքայության մեջ։ Yes, what you need, oh,
իրոշմե, որ բահե մեր քահանան եւ իր ընտանիքը, ստա զգալով որ Տերը զինք պիտի կորդատե, մեզ սորվեցնելու, մեր սիրտերը քաչալելու եւ հոգեվեր սորացնելու։ Ինչպես եղջերուն ջրի վլակների պապակի, այնպես ալ մերանցը դեր քեզի պապակի։ Այսօր մենք ոս հավատված ենք դեր, ու ներկայությանդ մեջ, ու մեր ծարավը հայտնելով, և քեզ մեր ծարավը հակեցնելու գարիքով ով դեր մենք պարջեղդել։ Եկած ենք ու խոսքդ լսելու, եկած ենք ու խոսքդ ապրելու, եկած ենք ով դեր կուլույսդ ծպրելու, և ուր և կործե ով դեր, և ուր և կործե, այսօր կահանա հոր միջոցավ, և ուր իրեն վերեն օձե, հոգիով էտ օձե, իր գլխու մազեն մինչև ոտքին տատը, դեր օձված է, հիմա ավելիով կու օձությամբ, կու հոգիիտ առաջնորդությամբ, դեր ինչ որ կեզ մե արմեն, թող մեզի դա որվեսի, մենք անալ յանքի վերածեն, դեր բահեր ընտանիքը, բահեր հոսկտ տվող ամեն մեկ ընտանիք, դեր արինովըտ լվամակ դեր սրպե, դեր կու արյանըտ նշանը մեր դուներուն վրա, մեր անձերուն վրա, մեր հոգիներուն վրա, և ուր ով դեր, հարավորվիր մեր յանքերով, հարավորվիր մեր խոսքերով, հարավորվիր մեր արարքներով, դեր մեզ արվիր մեր յանքերով, Իսուսի հզոր անունով հստեցի, գիտեմ որ լսեցիր դեր և պատասխանեցի։ Այժմ վերաբերենք քահանայրը կամեցեք դերսը։ Ողջույն եւ բարի երեկո բոլորի։ Հարկ եւ պատիվ Աստծուն, որ այսօր ձեզի հետ եմ, նախ եւ առաջ ինձի ներկայացնեմ, Սահակ Քահանա Խոսրովյանն են Իրանից, մայրաքաղաք Թեհրանի հայոց թեմից, Տեր քահանա են, թե ուսուցիչ, թե դատավոր, վերտատական ընտանեկան ցավոք սրտով ամուսնալուծության դատախազն են, և թե Սահակ և ապարձանի գրանցումը, ինչպես որ եք ասում, զաքսը։ Ապաշխարեցեք, քանի որ Աստծո առկայությունը ձեր մեջ է կամ մոտ է։ Հիսուսի առաջին նախադասությունը, որ Հովհաննես Մկրտչին գլխատեցի, այս խոսքերով սկսեց։ Ցույց տալով, որ ապաշխարությունը մեր կյանքի մեջ ամենամեծագույն և առաջնահերթն է։ Ցավոք սրտով Ծննդոց գրքի մեջ կարդում ենք, երբ մեր նախահայրը և նախամայրը մեր գործեցին, ասված է, որ ասեց, ուր է Սատան, ոչ թե չէր իմանում, չգիտեր թե ուր է, այ ուզում էր, որ ասել, որ ներողություն, քո հրամանը մենք չկատարեցինք, բայց ցավոք սրտով տեսնում ենք, որ Ադամը համարձակորեն ասում է, այս կինը, որ դու տվեցիր, այսինքն ես չէի ուզում, դու տվեցիր, սա ինձ խաբեց, և աներ, ինչպես մյուս կիներին, ճարպիկություն արեց և դարձեց, որ Ադամը պախավ և շեշը դրեց, որ օձը ինձ խապեց, ասին քո ստեղծած ինձ խապեց, երկուստ էլ ներողություն կամ չապաշխարեցին։ Նույնը տեսնում ենք երկրորդ պարակային տարիները, երբ որ ավելին սպանեց և Աստված հարցրեց, ուր է քո եղբայրը, ոչ թե չգիտեր, այլ կսպասեր, որ ներողություն խնդրեր, ապաշխարեր գործած մեկի համար և չընդունեց ապաշխարությունը։ Դա շարունակում է մինչև Դավիթ մարգարեն իր շնությունը, որ արեց, նորեն ներվեցավ և Պետրոս Առաքյալը, որ 3 անգամ ուրացավ Քրիստոսին, բայց նորեն ապաշխարեց, Ուդան, որ մատնեց, բայց չապաշխարեց և ինքրան կախեց մեղքի վրա ավելի մեր։ Ապաշխարություն սիրելիներ, ինչպես նոսայն որ գիտեք, հունարեն բառից, եթե ստուգեք, նշանակում է սխալ ճանապարհ երթալը հետ վերադառնալ, ոչ թե ճանապարհ երթան չհասնեմ ճիշտ ճանապարհին, հետ վերադառնալ, այսինքն հաճախ քաջություն ունենք, որ գիտակից լինենք, սխալ ճանապարհի մեջ են, հետ վերադառնալ, որպեսզի ճիշտ ճանապարհի մեջ ուղղությամբ երթան։ Ճիշտ այդ պատճառով է մեր երբ որ մտամարտու կյանքի մեջ իրենով մահը եկավ, իրենով անհնազանդություն և տարբեր այսօրվա պատերազմները, չարչարանքները, ինչպես որ ասի ամուսնությունը, բոլորը
մարդ արարածի անհնազանդությունն է, կամ ավելորդ ազատություն ունենալ։ Ատամ ու Եվան դրախտի մեջ Աստծո հետ էին ապրում։ Սրանց է միշտ բարձր։ Մեկը Աստծո հետ ապրի։ Բայց տեսնում ենք, որ ավելին ուզեցան, որ գիտակից լինեն։ Մոտեցան ճիշտ այդ ծառին, որ Աստված հրամաներ տվել, չէ պետք է մոտենեք եւ չէ պետք է ուտեք։ Մարդն նույն բնավորությամբ շարունակում է չով այսօր եւ դրա պատճառով էր, որ Աստված վերջապես պետք է որոշեր, Ադամ ու Եվան մեղք գործեցին, որոշեց, որ իր զավակին պետք է ուղարկի։ Ոչ թե հրեշտակին ուղարկի մարդու մեղքի փոխարեն։ Մարդ մեղք գործեց որպես առաջին անդամ, երկրորդ անդամին ուղարկեց, ինչպես որ Պողոս Արաքյալն ասում, Հիսուս Քրիստոս անունով։ Հիսուսը գալով մեզի առաջին բան որ սովորեցեց ապաշխարել, որովհետև գիտեր բոլոր մարդիկ, ինձանից սկսած, ինչ որ Պապը, եպիսկոպոսները, բոլորը մեղք գործող մարդիկ են, ունենք մեր մեջ մեղքի արմատը, սերմը, եւ միայն խոստովանությամբ է, որ կարող եք փրկվել։ Հանդարտյալին ինչպես երբ որ օրից մի օր գալիս են ասում են, որ դու ազատվեցիր, քանի տարի որ պետք է բանդանստեիր, ազատվեցիր։ Ուրախությամբ է դուրս գալիս, նույն վիճակն է մեր սիրելիներ, երբ որ խոստովանում ենք, չի տարբեր հոգևորականի որն մեր մեղքերը խոստովանենք, Պողոս Արաքյալը ձեր խոսքը ձեր մեղքերը խոստովանեք ձեր եղբայրների հետ։ Դա պատճառ է դառնում գոնե հոգեպես թեթևանալ։ Երբ որ թեթևանում ենք, պետք է որոշենք, որ այլևս նույն մեղքը չգործենք։ Թե ոչ պարապիտերն ենք, այսինքն կեղծավորություն արածենք։ Մենք խոստովանենք, ապաշխարենք, հետո հաջորդ օրը, հաջորդ շաբաթ նույն մեղքը գործենք եւ մտածենք, որ եկեղեցի երթանք Կիրակի օրը եւ դարձյալ ապաշխարենք, դարձյալ նույն մեղքը կգործենք։ Սա ամենամեծ սխալն է, որովհետեւ չգիտենք երբ է մահը հասնենք։ Միգուցե երբ որ մեղքի մեջ ենք մահը հասնի եւ այլևս Կիրակի օրվա հասնի, որ խոստովանենք եւ ապաշխարենք։ Մեղքը նաեւ ինչպես որ ասենք, պատճառ է դառնում մահվան։ Ադամ ու Եվան դրախտի մեջ այնպես վայելում էին, որ նույնիսկ Աստվածաշունչը շեշտում է մերկ էին, բայց իրենց մերկությունը չէին տեսնում, չէին ամաչում։ Քանի որ Աստծո հետ էին ապրում, Աստծո հետ էին քայլում, լույսերեն հագուստ ունեին։ Մեղքը պատճառ է դառնում այդ լույսը մեզանից հեռանալ։ Ուրեմն մեղքը պատճառ դարձավ, որ մութի մեջ լինել, խավարի մեջ լինել։ Մեղքը պատճառ դարձավ, որ հագուստ հագնել։ Դա է մեղքի արդյունքը պատվողը։ Փոխարենը, ապաշխարությունը, Աստծուն մոտենալը պատճառ է դառնում, որ Մովսեսին օրինակը 40 օր լեռան վրա մնաց։ Ըստ Աստվածաշունչի ոչ կերավ, ոչ չխմա։ Տախտակները, պատվիրանները հստացավ, անպես լուսերեն էր, որ ազգը, հրի ազգը վախեցան։ Եվ ասեցի, որ քով պետք է գցես երեսի, որպես տեսնելով քեզի չվախենա։ Այսինքն Աստծո ներկայությունը ընդհանրապես բոլորից փոխվում է, դեպի լույս է տանում։ Դրա համար այսօր կարդում ենք մեր եկեղեցու հայրերից մեկը շատ գեղեցիկ նախադասություն էր ասում ապաշխարության վերաբերյալ։ Առաջի հերթին ապաշխարողը քաջ մարդ է, ամեն մարդու գործ չի, որ երթաս եւ մեղքերը խոստովանես։ Եվ ասում ավելի լավ եւ անշուշտ ինձանից ցածր Իբր Տեր հայրի մոտ եթամ, հոգևորականի մոտ երթամ խոստովանենք, ուզենք չուզենք ամանչելով մոտենանք իրեն։ Ասում է, որ ավելի լավ է այդ հոգևորականի մոտ, մարդու մոտ ամանչես, քան թե Տիրոջ մոտ օրը պետք է մոտենաս եւ ամանչես։ Քանի որ այնտեղ այլևս ամանչելը դեպի դժոխք է։ Եվ այո, անիմաստ է, բայց առիթ երբ որ կա, ինչու՞ չէ պետք է ապաշխարել։ Դրա համար սերներ ջանանք, որ մեղք չգործենք։ Ասում են, եթե ուզում ես լավ ապրես, մեղք մի գործիր։ Եթե ուզում ես բարի մարդ լինես, մեղք մի գործիր։ Բայց միայն մեղք ապաշխարել չի։ Ասում են, Աստված սիրուն օրինակ է բերում, ասում են, երևակայքով բոլոր պետք է այս աշխարհը թողնենք եւ երթանք։ Տիրոջը պետք է մոտ երթանք։ Եվ եթե ապաշխարած լինենք, անշուշտ Հիսուսի կգա դիմավորել։ Բայց երևակայք տարեդարձ բռնած է, կամ տարեդարձի տերն է, հյուրերը գալիս են, իրենց ներկայությունը ուրախության պատճառ է։ Բայց երբ որ հյուրի ձեռքը նվեր եք տեսնում, ինձանից սկսյալ ուրախանում եք նվեր եք տեսնում։
Տերն էլ նույնն է։ Հիմա ապաշխարից եկորդ մեկ ուրախ է։ Ամեն մարդ եկերը և դրախտ պետք է ունեն։ Բայց ուր է մեր նվերը։ Մեր նվերը այդ բարի գործեր, ինչպես Հակոբոս Առաքյանն է հավատ և գործ։ Այսինքն հավատքը պետք է գործ ունենա, արդյունք ունենա։ Այդ բարի գործերը կարող ես տեսնեք, այսինքն դրացի կա, որ աղջկան պետք է պսակի, օժետ չունի։ Օժետը ճիշտ եմ ասում, չէ՞։ Օժիտ չունի։ Կարող եք օժիտին աղջկանը օգնել։ Նույնիսկ դրամ չունենք, անհավատ մեկին Քրիստոս բերենք, գոնե սիրտը թող ուրախանա, հոգին թող ուրախանա։ Այդպես բաները մեր նվերներն են, որ երբ որ Հիսուսին ենք ունենում, նվերները հասնենք Տիրոջը, որ իր ուրախությունը, ամենամեծ ուրախությունը լինի այդօրը։ Ինձի ասեցին, որ նաև վկայություն տան, քանի որ Պարսկաստանից եկած ենք, այո, պարոն Կոշկերը մերխանամի։ Աղջիկն իրենից զծրում էր խնամի։ Ուրեմն օրից մեկ օր Սուրբ Գևորգ ունենք Տերանում և հին եկեղեցիներից է, անչափ հին, որ այսօր արդեն փակ շուկա, բազար, փակ շուկայի մեջ է, հայաբնակ չի, միաժամանակ հայաբնակ է։ Եվ կից եկեղեցվով ծերանոցն է։ Տարին 3 օր իրարքեց ուղտակնացություն է լինում և գիշերը մնում են Սուրբ Գևորգ։ Հերթապահությամբ երեք կահանա ամենից տարիներ կային դիտում, որպեսի ժողովուրդ եթե գալիս են աղոտ և ուզում կամ խաչ են բերում օրնելու, այդ խաչերը գործում ենք և կամ աղոտներ կան։ Երեկը հայ, երկու աղջիկ եթե չեմ սխալում, և մեկը տղա, երեկը երիտասարդ, պարսկուհի բերած է։ Պարսկուհին ուրեմն կացկեղ ներս, սարակուն է, Սարաթանում էր, և լրիվ մանց կեր կապած, արդեն գլխարկ է դիամաշտույց, և բերեցին, և ասեցին, որ բոլոր մի կշկերը ձեն դված է, հույշ, իրոնել ասել են, որ դու ես ուղու աստված։ Եկանք և աղոտեցին, և բայց ասեցին պայման դրեցին, որ այն պայման, եթե որ հուշվեցին, պետք է դաս և կայություն դաս։ Հաջորդ օրը իր ընկեր կա, հայ, և ասեցին, որ նման բուջվեց, բժիշկը զարմացեց։ Եվ ասեց, որ քանի որ ասեցին, եկան, որ վկայություն։ Կնշանակի, որ Տերը ամիշտ մեզ հետ է, ինչպես որ անուն Էմանուելը միշտ մեզ հետ է, միշտ մեզ հետ է։ Չէ պետք է օրից որ այդպես կարծենք, որ Տերը թողեր է ինձին, ինչու որտեղ դժվարության մեջ է։ Ոչ դժվարություններ պատճառ դառնում, որ ավելի զորանան։ Ոսկին ասում են միջով կրակից չի անցնում, ոսկի չի տա։ Աթամանտը միջով լերմերի մեջից դուրս չեն անում, աթամանտ չի տա։ Բոլորս զեյթունի յուղը սիրում են, բայց զեյթունը ճզմվում է միջով յուղը դուրս է գալիս։ Ճզմվելը պատճառ է դառնում մեկ ավելի զորանա։ Չերկարացնեմ, եթե հարցումներ ունեք անշուշտ Թեհրանից, Դավիթից, մեր համայնքից խնդրեմ։ Դե ոչ, խոսքս վերջացնեմ, հարց տալու Աստծուն, որ ինչպես գործառակերոսն ասում, եթե նախադասությունը լավ հիշեմ, որ կհիշեմ։ Սուրբ Հոգու զորությամբ քրիստոնյաների թիվը եկեղեցու թիվը շատ է։ Մեր աղոթքն է, որ ձեր թիվը շատ է։ Հավատացյալ, մեկն ասում է Քրիստոս մերն է, կաթոլիկ եկեղեցի, մեկն ասում է բողոքական մերն է, մեկն ասում է չէ ողնիտոս, մորանում եք, որ Հիսուսը ոչ մեկ այդ եկեղեցիներին կապ չունի։ Քրիստոս հավատացյալների համար։ Նույնիսկ մեկ այդ բողոքական ինքն է պատմում, իր դիրքի մեջ, եթե չես խամ, Գրահամբիլի, ասեց օրից մոմր երազ տեսան, որ դրախտի առաջն է, առաջին հարցում, որ արծրամ, ասեցին, որ այստեղ ոստեղ բողոքականներ կան, սում չեն գիտեր ինչ է։ Կաթոլիկներ կան, կաթոլիկ չունեն։ Օրթոդոքս չենք իմանում իմուն մասն է խոսում։ Դրախտի տուրի առաջ գնացին, վստահ է կաթոլիկներ են։ Սու չէ, բողոքականները ոչ, օրթոդոքսները ոչ, ապա ով կա, չար մարդիկ, դրախտով ով կա, Հիսուսին հավատացողները կա։ Նշանակի որ, ուր որ Հիսուս կա, այնտեղ դրախտ է։
Աստված ձեզի հետ լինի, հույսով առիթը գտնվի, որ դարձյալ ձեզ տեսնեմ, այցելեք ձեզի, ձեր ուրախ և շփթուն երեսներ տեսնեմ։ Ամեն։